Ես ցանկանում եմ արձանագրել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ անձնապես ինձ համար լրատվամիջոցների, լրագրողների դերը թերևս աննարե գերագնահատ է, որովհետեւ ինձ համար հաշվի առնելով իմ կենսագրությունը, ես լրագրողներին համարում եմ հանրության մեր հանրային կյանքի սանիտար։ Ինձ համար լրագրողը դա մասնագիտությունն է, որը որ վեր է հանում մեր հանրային կյանքում առկա խնդիրները եւ հասցեագրում այն սուբյեկտներին, ովքեր որ այդ խնդիրները լուծելու իրավասություն ունեն։ Ու այս տեսանկյունից պիտի նաեւ տեղեկացնեմ հարգելի գործընկերներ, որ առաջիկայում մարտ ամսի վերջին մենք պլանավորում ենք ընտրությունների լուսաբանող լրագրողների համար աշխատաժողով քննարկում։ Դա մեր միջազգային գործընկերների հետ են կազմակերպելու եւ հրավերները ձեզ բոլոր լրատվամիջոցներին կուղարկվի։ Այստեղ նպատակը այն է, որ գոնե լրատվամիջոցներից մեկ-երկու հոգի ավելի շատ մասնագիտական ընտրությունների լուսաբանմանը տիրապետեն մասնագիտական մակարդակի, ինչը հնարավորություն կտա, որ ընտրությունների այդ բուռն շրջանում իրենք նաև իրենց գործընկերներին, իրենց մասնագիտական գիտելիքով կիսվեն իրենց գործընկերների հետ, որպեսզի հստակ նաև տարանջատումը լինի, օրինակ ինչն է իսկապես խախտում, ինչը ուղղակի քաղաքական process-ի, ասենք ուղղակի սովորական բնական քաղաքական process-ի մաս է կազմում, որպեսզի ամեն, այսպես ասենք, աղմկոտ երևույթ չներկայացվի իբրև խախտում, հետո եւ մենք էլ ստիպված լինենք անդադ այսպես հերքելու կամ ուղղակի ուղղելու, որ դա խախտում չէ։ Այսքանը որպես նախաբան եւ այս ասուլիսի գաղափարը եղավ այն բանից հետո, երբ որ պարբերաբար մենք լրատվամիջոցներից հարցումներ ենք ստանում ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք որ ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։ Դուք գիտեք, որ 21 թվականին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասը, որը վերաբերում էր հատկապես հենց ազգային ժողովի ընտրություններին, այդ մասը օրենսդիր այն ժամանակ ուժի մեջ մտնել է հետաձգել եւ պայմանավորել էր հերթական ընտրությունների նշանակման հրամանագրի ուժի մեջ մտնելու ժամկետով։ Դրա դեպքում, քանի որ ընտրությունները նշանակվել են նախագահի կողմից փետրվարի 6-ին եւ հրամանագիրը ուժի մեջ է մտել հաջորդ օրը փետրվարի 7-ից, այդ փոփոխությունները ուժի մեջ են փետրվարի 7-ից եւ ինչ են ասում այդ փոփոխությունները։ Մասնավորապես շեմը կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%։ Դաշինքների շեմը բարձրացել է 7%-ից 8% եւ 10%։ Ինչով է այս տարբերակումը, մինչեւ 3 կուսակցություն դրանք 8% շեմի ներքո են, մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքները 8% շեմի ներքո են ընկնում, 3 եւ ավել կուսակցությունից բաղկացած դաշինքները 10% շեմը պիտի հաղթահարեն անցողիկ շեմը։ Եվ մյուս փոփոխությունը կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, նախկինում 10 միլիոն էր, իջեցվել է 7.5 միլիոնի։ Դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Սա այն ժամանակ արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացման, այսինքն գաղափարակից քաղաքական ուժերը ավելի հակված լինեն, այսինքն օրենսդրությունը նպաստի դրան, որպեսզի ավելի հակված լինեն միավորվելու եւ խոշոր կուսակցությունները խոշորանան։ Որքանով այս գործիքակազմը օրենսդրության, այս գործիքակազմը իր դրական նշանակությունը, դրական արդյունքը կունենա, ցույց կտա ժամանակը։ Ես կարող եմ ասել, որ այդ կարող եք դուք ինքներդ էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ճշտել, երբ որ մեզ անհրաժեշտ եղավ կուսակցությունների Հայաստանում գրանցված կուսակցությունների կոնտակտային, ասենք տվյալներ, էլեկտրոնային փոստ, որպեսզի հնարավորություն ունենանք իրենց նամակներ հղելու, մեզ 126
126 կուսակցության, այսպես ենք, տվյալ է տրամադրվել։ Բայց եթե չեմ սխալվում, պիտի որ գրանցված կուսակցությունները ավելի նույնիսկ շատ լինեն։ Այսինքն այս 126-ը ենթադրում ենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրենց հետ կապ ունեցել, այսինքն հնարավորություն ունեցել է կապվելու։ Եվ այս թիվը իմ ընկալմամբ 2.5 միլիոն ընտրող ունեցող Հայաստանի պարագայում այս թիվը կարծում եմ բավականին մեծ է։ Եվ եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի մեզանից ձևավորվեն խոշոր քաղաքական ուժեր, սա շատ կարևոր արդյունք կունենա, առավել կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, արդյունքում ինքը նաև կնպաստի ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը։ Եվ մյուս փոփոխությունը, որը որ փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել, վերաբերում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։ Նախկինում մինչև այս փոփոխությունները կոալիցիաների կազմավորման սկզբունքը, այսպես նախ օրենքը արգելում էր 3-ից ավել քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորում։ Այս արգելքը հանվել է եւ սահմանված, այսինքն նոր արդեն կարգավորումներով առաջի ժամկետում, այսինքն 9 օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո արդեն ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին, այս միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել փոքրամասնության կառավարություն կամ փոքրամասնության կոալիցիա ձևավորելին, ինչի օրինակ կարող եմ բերել, դրա վառ օրինակ էր Գյումրին, երբ որ Շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին եւ ձևավորեցին կոալիցիա եւ արդյունքում առավել ձայն ստացած քաղաքական ուժը ինքը այդ կոալիցիայից դուրս մնաց, այսինքն կառավարումը ստանձնեց փոքրամասնության կոալիցիան, այսպես ճակերտավոր փոքրամասնություն ասենք։ Ազգային ժողովի ընտրությունների պարագայում այս կարգը եւս առկա է, այսինքն ներկայիս այդ հնարավորությունը տրված է այդ 21 թվականին ընդունված փոփոխություններով։ Եվ մյուս փոփոխությունը, որը որ ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից, դա այսպես կոչված լրացուցիչ մանդատների, բոնուսների այդ ինստիտուտն է, որը որ նախկինում 54% էր, իսկ իջեցվել է 52-ից։ Ինչի մասին է խոսքը։ Անդադ այս հարցում անդադ շփոթմունք կա, հարգելի լրագրողներ, այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը որ կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն, եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին այս դեպքում խոսք գնալ չի կարող։ Բայց եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52%-ից, ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվի լրացուցիչ մանդատներ մինչև այդ 52%-ը լրացնելու չափով։ Սա նաև հարց կարող է առաջանալ, ինչու է այս ինստիտուտը, այսինքն եթե մեծ քաղաքական ուժը ունի արդեն իսկ մեծամասնություն, ինչա տրվում լրացուցիչ մանդատ, սա ես կարող եմ ուղղակի բարձրաբանել նախկինում, երբ որ ընդունվել է այն 54%-ի, այն ժամանակ 54% էր Շեմը, իմաստը եղել է այն, որ քանի որ խորհրդարանում մենք 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ենք միշտ ունենում։ Եվ երբ որ այդ մեծամասնությունը քաղաքական ուժ ունի, բայց 52%-ից ցածր է, դա նշանակում է, որ քաղաքական տվյալ մեծամասնության, այսպես ասենք, քաղաքական ուժի մեծամասնությունը ուղղակի կախվածության մեջ է գտնվում ազգային փոքրամասնության падգամավորներից։
Եվ այն ժամանակ, երբ որ այս լրացուցիչ մանդատների ինստիտուտը ներդրվել է, իմաստը եղել այն, որ ազգային փոքրամասնություններին զերծ պահեն Հայաստանի ներքաղաքական, այսպես բանավեճերի այդ կիզակետում հայտնվելուց, որովհետև դա ենթադրվել է, որ ազգային փոքրամասնությունները այդպիսով ներքաղաքական կյանքում շատ խոցելի վիճակում կարող են հայտնվել եւ այս ինստիտուտը ներդրվել է, որպեսզի ուղղակի այդ կախվածությունը վերանա։ Սա այդ մյուս փոփոխությունը, որ ուժի մեջ է մտել կրկին այդ 21 թվականի փոփոխություններով, դա վերաբերում է մանդատների բաշխման նոր կարգին։ Այս դեպքում նոր կարգը նախորդից տարբերում է այն հանգամանքով, որ եթե նախկինում որևէ քաղաքական ուժ ունենար, ասենք ձայները 2/3-ից ձայները 2/3-ից պակաս կլինեին, բայց մանդատները կլինեին 2/3-ից ավել, այստեղ լրացուցիչ մանդատ էր տրվում 1/3-ից նվազ քաղաքական ուժերին, որպեսզի այդ առնվազն 1/3-ը պահպանվի։ Այսինքն այս բոլոր դեպքերում այդ 1/3-ի մանդատները տրվում էին։ Ու տրվում էին կոնկրետ շեմը հաղթահարած քաղաքական ուժերին, այսինքն մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերին։ Այս նոր կարգավորումներով ըստ էության այն դեպքում, եթե քաղաքական ուժը ձայները 2/3-ից պակաս կլինեն, բայց մանդատները 2/3-ից ավել կլինեն, այդ ավել 2/3-ից շեմը անցնող ավել մանդատները արդեն կբաշխվեն շեմը չհաղթահարած, այսինքն մանդատների բաշխմանը չմասնակցող, բայց 2% եւ ավել ստացած քաղաքական ուժերի մեջ, այսինքն առավել ձայն ստացածից մեկական մանդատ, այսինքն մինչև այդ մանդատները կսպառվեն։ Այս կարող է 21 թվականի օրինակը բերել, 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 53.9% ձայն, բայց մանդատները գերազանցեցին 2/3-ը, այնտեղ, այսինքն եթե այս կարգավորումը լիներ այն ժամանակ, ստացվում է, որ այդ 71-րդ մանդատը քաղաքացիական պայմանագրից պիտի վերցվեր եւ տրվեր առավել ձայն ստացած այն քաղաքական ուժին, որ շեմը չէր հաղթահարել, եթե այդ ժամանակ չեմ սխալվում, արդեն Բարգավաճ Հայաստանն էր, եթե չեմ սխալվում, բայց կարող է սխալվում, ամեն դեպքում, այսինքն այդ մեկ մանդատը կգնար արդեն շեմը չհաղթահարեցի։ Այս կարգավորումը, այսինքն այս ընտրություններին այլևս այս կարգավորումը գործելու է։ Եթե նման իրավիճակ կունենանք, արդեն այս ձևով մանդատը կբաշխվի։ Ոչ թե կտրվի լրացուցիչ մանդատ, ինչը ենթադրում է, որ այս պարագայում խորհրդարանի պատգամավորների թիվը չի ավելանա։ Պատիվում է մասնակցում էր մանդատների բաշխմանը, օրենքի ուժով մասնակցում էր մանդատների բաշխմանը։ Այո, բայց մասնակցում էր մանդատների բաշխմանը, սա ենթադրում է մանդատների բաշխման չմասնակցող քաղաքական ուժի դեպքում։ Իսկ եթե կլինի ըստ օրենսդրի, եթե որևէ քաղաքական ուժ 2/3-ից ավել ձայն կստանա, դա նշանակում է, որ նրա մանդատները կմնան այնքան որքան կան եւ լրացուցիչ մանդատներ չեն տրվի։ Այսինքն այն նախկին կարգը, որ պիտի պարտադիր 1/3 ասենք մեծամասնություն եւ փոքրամասնություն այդ 1/3-ը լիներ, այս կարգավորումներով այդ պարտադիր պահանջը առկա չէ։